Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Դարփինյան, ձեզ ողջունում եմ ազգային ժողովում, կարծեմ այս պաշտոնով առաջին անգամ եք։ Եվ ուրեմն հանրայինը սնվում է պետական բյուջեից եւ բնականաբար մեր հարկատուների հաշվից այն հաստատումով եւ օրենսդրական պահանջով, որ ինքը պիտի արտահայտի հանրության բոլոր շերտերի մոտեցումները, տեսակետները, շահերը, իրավունքները։ Եվ դա սա օրենսդրության պահանջ է եւ նորմալ երկրներում այդպես պիտի լինի, բայց ցավոք սրտի հետևելով հանրայինի մանավանդ լրատվական հաղորդումներին բոլորովին այլ պատկեր ենք ստանում եւ իմ խորը համոզումով շատ վաղուց արդեն հանրայինի լրատվականը վերածվել է իշխող քաղաքական ուժի ռոպագանդիստական գործիքի։ Հիմա որպեսզի մեր պարանոց չլինի այս հաստատում հայտարարումս, ոչ վաղ անցյալի վերջին 3 օրերի 2 դրվագ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովն է Հայաստանում։ Ընդդիմադիրները խոսում են Հայաստանում խորացող բռնատիրական ռեժիմից, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը հակազդում է, լուրերով գնում է։ Տեսակետ հայտնեցին քաղաքական ընդդիմադիր падգամավորները ընդամենը այդ մեկ նախադասությամբ, իսկ հետո մի ամբողջ 5 րոպե իշխանական падգամավորի հերքող խոսքն է, բացարձակապես խախտված պարիտետը, եւ դա հանրային հավասար տեսակետների մոտեցումների արտացոլանքը չէ։ Երեք եւ վերջին օրերին Հովանավանքի ֆեյք պատարակը հեռարձակվում է հանրայինով եւ ես եւ հազարավորներ հարց ունեն, արդյոք դա ինչ հանրային պատվեր է եւ պիտի մեր հանրային միջոցները գնան գոնե հայ առաքելական եկեղեցու կողմից նրա ծիսակարգով եւ կանոնակարգով չընդունված չճանաչված այդ ծիսակարգի լուսաբանմանը։ Ավելին, քաղաքական մեծամասնության մի падգամավոր խոսում է ձեր եթերում, հանրայինի լրատվական եթերում, մեր ամենայն հայոցին, օծյալ վեհափառին նշելով իր ավազանի անունով։ Արդյոք սա հանրայինի, եթե մասնավոր լիներ կասեի Աստված իրենց հետ, բայց արդյոք սա հանրային հեռուստաընկերության քաղաքականության, վարքականոնի, բարոյական չափանիշների շրջագծում է, որի ես ոչ թե կասկածում եմ, ուղղակի գտնում եմ անընդունելի մանավանդ հանրային միջոցների հաշվին։ Խնդրում եմ դրան անդրադարձեք եւ ես ուզում եմ նաեւ իրականության մեջ այստեղ շատ ծանր գնահատականներ հնչեցին այդ երրորդ ալիքի մշակութային հաղորդումի շողակաթի լոգոյով հեռարձակվողի մասին, падգամավորներից մեկը այն անվանեց կղերական, նույնիսկ հակամշակութային։ Այստեղ գնահատականներ հնչեցին, որ նա չէր կատարում իր առաքելությունը եւ քաղաքական էր եւ կղերական բառապաշարի օգտագործումը պիտակավորումը շատ ծանր էր։ Դուք գիտեք, որ վաղուց հանրային խորհրդի անդամ եք, հիմա նաեւ նախագահ։ Արդյոք ձեր տիրույթում էր այդ ալիքը եւ դուք կիսում եք այս տեսակետը, որ շողակաթը կղերական էր եւ հակամշակութային։ Եվ ես ծանոթ եմ ձեր տեսակետին եւ խորը վերապահության այդ մշակութային կրթական ալիքի անհրաժեշտության վերաբերյալ եւ ինչ քայլեր եք, մոտեցումներ եք որդեգրելու այդ ուղղությամբ եւ երրորդ մի հարց ունեմ, որը դարձյալ առնչվում է հանրայինի, այսպես մասնակիորեն առնչվում է հանրայինի լրատվականին եւ հատկապես նրա ղեկավարին։ Սեպտեմբեր 25 թվականի մայիսին ես ձեզ մի գրություն էի ուղարկել Պետրոս Ղազարյանի վարքին էր վերաբերում, հրապարակային վարքին, որը իմ ելույթներից մեկը, իսկ Պետրոս Ղազարյանը սովորական քաղաքացի չի, լրատվականի պատասխանատու, լրատվական քաղաքականի, իմ մի ելույթի առնչությամբ ասում է, որ Լիլիթ Գալստյանը խոսում է, իբրև թե ես խոսում եմ մեծ բաներից, այսպեսի բառապաշարել օգտագործում է ֆլան-ֆստան, ասացեք խնդրեմ ժողովրդավարություն եւ այլն։ Սա բառեզբուն իմաստով իր ելույթը, այսպեսի ճոռոմ բաներ, այսպեսի ճոռոմ թեզեր, օբյեկտիվություն, ազատություն, անաչառություն, այսինքն հանրայինի լրատվականի քաղաքական հաղորդումի պատասխանատուն անաչառությունը, օբյեկտիվությունը, ազատությունը համարում է ճոռոմ թեզեր։ Ես այս պաշտոնական նամակ ուղարկեցի, կարծեմ դուք չէիք դեռ նախագահը, եւ հետեւյալ հարցադրումով արդյոք դուք, այսինքն խորհուրդը կիսում է այդ լրագրողի այս վարքը եւ արդյոք
Սա նա արտացոլում է ընդհանրապես ձեր քաղաքականությունը։ Ձեզանից շատ հուսահատացնող, բայց սпасելի պատասխան ստացա, որ նա այդ դրսևորումը արել է ոչ իր աշխատանքային ժամին եւ առանց այդ ռեսուրսների։ Բայց ճիշտ ասած շատ զավեշտական պատասխան էր, որ սա հասցեական վիրավորանք չի եւ արտահայտ չի օգտագործել հանրային հեռարձակողի ռեսուրսը, բայց սա խոսում է հանրային հեռարձակողի տվյալ ուղղությամբ հաղորդումների պատասխանատուի արժեհամակարգի, մտածումի, հրապարակային դաշտում այս համարձակության մասին, որը հեգնի անաչառությունը, օբյեկտիվությունը եւ ժողովրդավարությունը։ Ասեմ, որ այդ պատասխանից հուսահատված եմ եւ ուզում եմ այնուամենայնիվ չնայած դժվար է Հայաստանում լավատես լինել, մտածել, որ դուք վերատեսության կենթարկեք մանավանդ նախընտրական շրջանում այդ վարքով հաղորդումների վարման մշակույթը եւ մնացյալը խնդրում եմ պատասխանեք իմ այն երկու հարցերին՝ կեղծ պատարագի հեռարձակումը հանրայինով եւ նաեւ վեհապարի հասցեին ոչ պատշաճ, այսպես ասեմ, արձանագրումները ավազանի անունով կոչելը։ Տիկին Գալստյան, շնորհակալություն ձեր ելույթի համար։ Ես երկրորդ անգամ եմ գտնվում այստեղ, դուք առաջին անգամ չկայիք, հունիսին էր կարծեմ, այնպես որ մի անգամ դուք նաև Տիկին Ղազարյանի հետ երկխոսության ժամանակ ասեցիք, որ դուք չեք բացակայել երբևէ այս նիստերից, բայց նախորդ մեր կատարողականի ժամանակ դուք ներկա չեք եղել։ Ես բան չունեմ ասելու, ուղղակի ուզում եմ ճշտում մտցնել։ Քանի որ ես շատ ուշադիր լսում էի ձեր ելույթը, որի մեջ կային, բայց այստեղ գելիք չկա եւ ես չէի պատկերացնում, որ այդքան երկար պիտի ձևակերպեք ձեր խոսքը, ես առաջին հարցը մոռացա, կարող եք կրկնել։ Հանրային միջոցներով գործող հանրային հեռուստաընկերությամբ կեղծ պատարագը, fake պատարագի հեռարձակումը, շողակաց հանրայինով պատարագ եւ վեհապարի հասցեին ոչ պատշաճ բառապաշար եւ Պետրոս Ղազարյանի անաչառությունը, ժողովրդավարությունը, օբյեկտիվությունը հեգնող հրապարակային խոսքը։ Ուրեմն հանրային հեռարձակողի խորհուրդը Վրանեստի ռեպորտաժը, որտեղ ընդդիմությունից որևէ խոսք չկար, փոխարենը առատորեն խոսում էր իշխանական падգամավորը։ Տիկին Գալստյան, հանրային հեռարձակողի խորհրդի լիազորություններից դուրս է ինչ որ մի ռեպորտաժի շուրջ բանավեճ ծավալելը ենել ազգային ժողովում։ Հանրային հեռարձակողի խորհուրդը հաստատում է ընկերությունների հաղորդացանցերը եւ տրամաբանական կլինի ենթադրել, որ նախապես մենք եթերը չենք նայում, չենք վերահսկում, չենք գրաքննում, չենք կարող ձեր պատկերացրածին համապատասխանեցնել այդ եթերը, որքան էլ մեծ մղում լինի մեր մեջ, եւ շատ բնական եմ համարում, որ այսպիսի մեկնաբանություններ կարող են լինել, տարաբնույթ մեկնաբանություններ կարող են լինել, որքան էլ մենք ջանանք բավարարել ձեր կարիքները մշակութային, հոգեվոր, լրատվական, տեղեկատվական, գեղագիտական, այնուամենայնիվ կլինեն մարդիկ, որոնք իրենց դժգոհությունը կհայտնեն եւ հակադիր տեսակետներ կարտահայտեն։ Հանրայինը իր լրատվական հաղորդումներում, բոլոր թողարկումներում լրագրողները ազատ են արտահայտել իրենց ուրեմն ռեպորտաժների բովանդակությունը եւ միակ պահանջը, որ կարող է լինել իրենցից պրոֆեսիոնալ վերաբերմունքն է, մոտեցումն է։ Ուրեմն հաջորդը դուք շողակաթի մասին եք հարցնում, հա, պատարակների մասին եք հարցնում։ Ես չգիտեմ, fake պատարակ ասելով դուք ինչ եք հասկանում։ Ես շրջանում Հայաստանում Աստծո հետ հաղորդակցելու մի հատ լիազորված մարմին կա։ Ես թեմայի մեջ չեմ մտնելու, սա իմ տիրույթից բացարձակապես դուրս է եւ այն ինչ դուք ասում եք, այն ինչ դուք պատկերացնում եք, հայտարարում եք, դուք կարող եք դա քննարկել բացառապես ձեր գործընկերների հետ։ Տիկին Գալստյան։ Շնորհակալ եմ։ Ես ձեզ խոսք կտամ, պարոն Հովսյան, բայց
Ես կարծում եմ Տիկին Գալստյան ճիշտ հարց եք բարձրացնում, ես էլ կարող եմ միանալ ձեր պահանջին, բայց մի դեպքում, երբ որ բոլոր ընդդիմադիրներով, երբ որ գնում եք հանրային հեռուստաընկերություն, եւ օրինակ խոսելով Հայաստանի Հանրապետությունում ընտրված վարչապետի մասին, ասեք Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ, նոր այդ ժամանակ եկեք միասին գնանք հանրային հեռարձակողին, ասենք որ պետքա Ավազանի անունով չկոչել, այլ իր եկեղեցական անունով։ Ես կարծում եմ այդտեղ վիրավորական արտահայտություն չկա, բայց եթե տվյալ անձը վիրավորվում է իր անունով դիմելու համար, կարող է նաև դիմել հանրային հեռարձակողներին, ասել, որ ես վիրավորում եմ ինձ երբեսպես են ասում, բայց առաջարկս ուժի մեջ է, որ պահին կսկսեք ընտրված ժողովրդի կողմից վարչապետին ասել Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ, եկեք միասին գնանք այդ պայքարը առաջ տանենք։ Ինչ վերաբերում է քահանայի կամ կներեք էլի։ Ես վերջի շրջանում մի մոտ տպավորություն եմ ստեղծել, որ Հայաստանում տենց բան է, մոնոպոլ դիրք է, այսինքն Աստծո այդ հաղորդակցությունը վերջ, մենակ մի կառույցով կարող ես անել։ Ինչքան գիտեմ, այդպես չի եւ հին եւ նոր կտականում էլ հակառակն է լրիվ ասվում, բայց Միսան շեշտադրում կա, որ անընդհատ ասում ենք, էլի այ հանրային միջոցներով, իսկ կներեք այդ Օհանավանքում հավաքված քաղաքացին հանրությունը չի, հարկ չի վճարում, հանրային հեռուստաընկերության բյուջեն ինքը չի ձևավորում, այս բան կա, որ ասում են հանրային միջոցներով ֆինանսավորվող հանրային հեռուստաընկերությունը լուսաբանում է այսինչ հավաքը, իսկ այդ հավաքի մասնակիցները այդ հանրային հեռուստաընկերության բյուջեն ձևավորում են, թե չէ, ժողովուրդ։ Ես նայեցի վերջին մեկ ամսվա մեջ, օրինակ, առնվազն մի քիչ էլ ավել եղել եք Պետրոս Ղազարյանի մոտ հյուր, անձամբ դուք չէ՞, դեք ամբողջ ընդդիմություն։ Քանը օրինակ որ ձեն եք հավաքել։ Այսինքն 30% եք ներկայացված, 30%-ից ավել լինում եք հանրային հեռուստաընկերությունում, որ ես վերջին անգամ 4-5 տարի առաջ եմ եղել Պետրոսի մոտ հյուր։ Ասում եմ 30%-ից ավել հյուր եք լինում։ Հիմա կարա են մյուս ընտրողները գա ասի գիտեք ինչ կա։ Ես իմ միջոցներով հանրային հեռուստաընկերություն եք պահում, որ Լիլիթ Գալստյանը գա աստե նստի եւ իմ ընտրած վարչապետի մասին անունով խոսի։ Եկեք հասկանանք էլի որ հանրային միջոցները ասվածը լավ է, դու ասում ես կեղծ պատարակ, ինչ որ կեղծ պատարակ, fake կամ կեղծ պատարակ։ Տիկին Գալստյան։ Ես կարծում եմ որտեղ հավաքվեն եւ աղոթեն ասում, դա կարելի է համարել որ քրիստոնեական չուղան ի՞նչ է նշանակում կեղծ պատարակ։ Իդեպ նույն օրը շողակաթը հերացակում էր վեհապարի պատարակը, չէ, Էջմիածնից։ Եվ դա նույնպես եկեք խոստովանեք, որ այնուամենայնիվ եթերացանցի հաղորդացանցի պարտադիրի բան չի այդ լուսաբանումը։ Այնպես որ դուք կարող եք բավարարված լինել, որ հավասարակշռությունը պահպանել է հանրային հեռարձակողը եւ երկու պատարակներ եթեր են գնացել։ Եթե պարոն Մովսիսյանը ավելացնելու բան ունի այս ամսեք բանության, որքանով ես գիտեմ, չէ, հեսա թող արձագանքի դուք արձագանքեք։ Հանրայինին էր վերաբերում։ Շնորհակալ եմ։ Պետրոս Ղազարյանն էլ ինչքան գիտեմ լրատվականի պատասխանատու չի էլի, բայց պարոն Մովսիսյանը կասի։ Պետրոս Ղազարյանը առանձին բաժնից է, բայց լավ, հեսա կխոսենք դրա մասին։ Տիկին Գալստյան, նախ շնորհակալ եմ հարցերի համար ու հատկապես շնորհակալ եմ, որ ամեն անգամ գալիս եք գոնե այս հարցերը տալիս եք, որովհետև ինձ մոտ շատ հաճախ տպավորություն է, եւ այդ տպավորությունը անդադ կրկնվում է, որ ազգային ժողովում մեր գործընկերները կապ չունի ընդդիմություն թե դիմություն, խոսում են հանրայինի մասին, տարբեր տեսակետներ են արտահայտում, իզեպ գալիս է պահը առնչվելու, իրենք չկան, որպեսզի այս հարցերը տան, դրա համար եմ շնորհակալ, որ դուք այս հարցերը ուղիղ տալիս եք ու շատ կարևոր է սրանց մասին բաց խոսելը։ Նախ նշեցիք ռեպորտաժում թե ինչպես էր կառուցված ամբողջ ռեպորտաժը, Տիկին Գալստյան, առաջին անգամ չի երևի, որ ես այստեղ խոսել եմ այդ մասին, մենք խնդիր ունենք ընդդիմադիրներ հրավիրելու մեր եթեր։ Ոչ թե խնդիր ունենք իրենց հրավիրելու հետ, այլ խնդիր ունենք, որ իրենք չեն գալիս։ Եվ չգիտեմ արդեն որիորդ անգամ եմ ես այս մասին խոսում բաց, ես շնորհակալ եմ ձեզ անձամբ, որ դուք երբեմն գալիս եք մեր եթեր, բայց մենք ունենք ընդդիմադիր падգամավոր առանց անունների չեմ ուզում քաղաքականացնեմ, ով մի քանի տարի շարունակ մեզ խոստացել է եւ չի գալիս եթեր։ Եվ այդպիսիք մեկը չեմ, մի քանիսն են։ Այսինքն մենք ունենք խնդիր։ Ինչ խնդիր կա ընդդիմադիր падգամավորի համար, կապ չունի ընդդիմադիրը թեկուս իշխանություն, հա, ինչ խնդիր կա ընդհանրապես քաղաքական գործի համար գալ հանրայինի եթեր եւ պատասխանել հարցերին։ Շատ հաճախ ես չեմ էլ պատկերացնում ինչն է խնդիրը, բացի նրանից, որ միգուցե հարցերից են խուսափում, սա մեր վերլուծությունն է։ Բայց շնորհակալ ենք այն բոլորին, ովքեր որ գալիս են, ու երբ որ դուք ասում եք, որ ընդդիմության տեսակետը չհնչեց այդ ռեպորտաժում, ես ձեզ հիմա պաշտոնապես ասում եմ, եթե կան
այդ падգամավորում տեսակետը չհնչեց կամ ընդհանրապես падգամավորներ ձեր ֆրակցիայից ովքեր ուզում են գան հանրային խոսեն դրա մասին, ոչ թե ռեպորտաժում 1 րոպե, 2 րոպե կամ 5 րոպե, ինչպես դուք եք նշում, այլ պատրաստ ենք ամբողջ 25 րոպե եթեր հրավիրել, թող խոսեն այդ մասին։ Բայց հիմա ես էլի եմ ասում, պաշտոնապես հրավիրում եմ։ Եվ շատ ենք ուզում, որպեսզի մեր գործընկերները գան եթեր, որովհետև սա նաև իրենցն է եւ կարեւոր է, որ իրենք այս եթերում լինեն։ Ինչ վերաբերում է Հովանավանքի պատարակի հետ կապված, դուք այն անվանեցիք fake, ենթադրում դա քաղաքական գնահատական է, որովհետև մենք չենք կարող անվանեցիք fake պատարակ, դա քաղաքական գնահատական է, մենք չենք կարող, ինչպես գիտեք, գնահատականներ տալ, բայց անկեղծ ասած այս քննարկումը տեսակ իրակի օրը ու զարմացա թե ինչ զարմանալու բան կա ընդհանրապես։ Տասնյակ լրատվամիջոցներ տարածքում ուղիղ եթերում աշխատում են, բայց ինչ որ մարդիկ զարմանում են թե ինչու է հանրայինը աշխատում։ Հետո այնպես է լինում, որ ինչ որ բան հանրայինը չի լուսաբանում, ասում են ինչու չեք լուսաբանում, դուք հանրային հեռուստաընկերություն եք, բա ինչու չեք լուսաբանում։ Հիմա լուսաբանում ենք, ասում եք մի լուսաբանեք, հիմա ո՞րն է ճիշտը, լուսաբանենք թե չլուսաբանենք։ Պարզ է, չէ՞ որ իրադարձություն է կատարվում։ Հիմա դուք դա կոչեք fake թե ոչ fake, դրանից չի փոխվում, որ այնտեղ ինչ որ իրադարձություն է կատարվում, եւ հանրայինն էլ պարտավոր է անդրադառնալ դրան, եւ հանրայինն էլ անդրադառնում է, եւ այս զարմանքը, որ կա, ոչ միայն ձեզ մոտ, այլև մեր նույն լրատվամիջոցների գործընկերների մոտ, ես զարմանում եմ այդ զարմանքից, թե ինչ կա զարմանալու, այսինքն այդ ինչ տեղի ունեցավ, որ հանրայինը լուսաբանեց դա, իսկ ինչ կար, ինչ որտեղ արգելված էր։ Ես տենց բան չգիտեմ, դրանից եմ ես զարմանում։ Ասացիք անվանարկելու հետ կապված քաղաքական գործիչը եկել է եթերում եւ անուն է տվել, որը չպետք է այդպես տար։ Մեր եթերում ես ձեզ վստահեցնում եմ, բազմիցս նույն ձեր գործընկերները եւ ոչ միայն գալիս են անվանարկում են։ Մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, որտեղ անվանարկումները շատ են, բայց ես ձեզ վստահեցնում եմ, չկա որևէ մեկը, որ հայտարարի, որ հանրային եթերում եկել է հարցազրույցի, չգիտեմ, իշխանությունից ընդդիմության, ընդդիմությունից իշխանությանը անվանարկել են, տարբեր անվանարկումներ են եղել, հիմա չեմ ուզում կրկնել դրանք, որոնք մոնտաժվել են մեր եթերից։ Նման դեպք չկա։ Եթե կա, ասեք։ Բայց երբ որ դուք ասում եք քաղաքական գործիչը եկել է ձեր եթերում եւ այսպիսի բան է ասել, կներեք, քաղաքական գործիչ նաեւ ձեր գործընկերներն են եւ դուք երբ որ գալիս եք կներեք, ավարտեմ դուք արձագանքեք։ Երբ որ գալիս եք հանրայինի եթեր եւ ինչ որ անվանարկումներ եք անում, այնպես չի որ հանրայինը դա խմբագրում է։ Եվ հիմա դուք մեզ կոչ եք անում խմբագրել որևէ մեկի հարցազրույցից հատված։ Դա անընդունելի է հանրայինում։ Եվ վերջինը Պետրոս Ղազարյանի հետ կապված, որ անդրադարձել էր, Տիկին Գալստյան, Պետրոս Ղազարյանը եթերում բազմիցս տարբեր թեմաներով անդրադառնում է եւ մեզ մոտ այնպես է, եթե ինքը կարող է եթերով անդրադառնալ, ինքը կարող է նաեւ անդրադառնալ իր սոցցանցում, հետո դա նախ իր անձնական էջն է իհարկե, բայց մենք եթերում էլ ունենք օրինակներ, որ մարդը անդրադառնում է, որովհետեւ ինքը քաղաքական մեկնաբան է եւ քաղաքական մեկնաբանները կարող են իրենց տեսակետը արտահայտել։ Կարծում եմ նորություն չեմ ասում, բազմաթիվ օրինակներ կան դրանց, այդ թվում նաեւ երկիր մեդիայում են եղել նման օրինակներ եւ նման օրինակները բազմաթիվ են եւ այդտեղ զարմանալու բան չկա եւ ես ձեզ տեղեկացնեմ, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է գործում է էթիկայի դիտորդ մարմին, վստահ եմ տեղյակ եք, որտեղ կարող եք բողոքարկում անել, եթե ինչ-որ մի բանից դժգոհ եք լրատվամիջոցի աշխատանքից կամ որևէ մեկի գործունեությունից, թող իրենք գնահատական տան, այդ մարմինը ստեղծվել է։